Գրող հրապարակախոս Ռուզան Ասատրյանը գրում է. Այսպիսի փաստեր եւ այսքան ճշմարտություն մեզ դեռ շատ է պետք գալու, քաջ եղեք։ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի падգամավոր պարոն Դելյագինի ելույթը Հայաստանի եւ հայերի մասին։ Տեղադրել եմ թարգմանությունը, հետաքրքիր է ճշմարտությունը իրենց բերանով։ Ես ժամանակին բաց նամակ էի հղել Ռուսաստանի կայսրին առ այն, որ մեզ խժռելուց հետո, եթե կարողանան, ձեր հերթն է գալու։ Նա ազնվորեն ասաց, որ սրիկաները վարում են հակառուսական քաղաքականություն, կաշառում են ռուսական էլիտային, ուղարկում են Ռուսաստանի պաշտպանության նախարարության 3 հայտնի ռուսերեն տառերով եւ դրա համար արժանի են ունենալ այդ արհեստածին կրթությունը Ադրբեջան անունով, որը գողացել են Իրանի համանուն նահանգից։ Դելյագինը նույնիսկ հարցում է անցկացրել ռուսների շրջանում, թե արդյոք համաձայն են Բաքվում նավթահորերին միջուկային հարվածին եւ 20-րդ դարի սկզբի անբնական փաստաթղթերի վանկարկմանը Անդրկովկասի հողերում այսպես կոչված Ադրբեջանի հանրապետություն ստեղծելու մասին, որտեղ այնտեղ երբեք նման անուն չի եղել ձևականությունների պատմության մեջ։ Իսկ ռուսաստանցիների մոտ 40%-ը ըմբռնումով պատասխանեց падգամավոր Դելյագինի նմանօրինակ առաջարկներին եւ աջակցեց այդքան փաստարկված եւ արդար կանխարգելիչ միջոցին Անդրկովկասում խաղաղություն եւ բարգավաճում հաստատելու հարցում։ Արձանագրվել է նախագահ Պուտինի մամուլի խոսնակ պարոն Պեսկով։ Նա արագ արձագանքեց падգամավոր Դելյագինի հայտարարությանը։ Ես նկատողություն արեցի նրան եւ պահանջեցի, որ Դելյագինը զերծ մնա էմոցիաներից եւ մեր գործընկերոջ Ադրբեջանի նկատմամբ ոչ բարեկամական հայտարարություններից։ Հարց է ծագում. ինչու Պեսկովը չի արձագանքում նաեւ Հայաստանի դեմ անբարեհամբույր հայտարարություններին, որոնք բխում են Ադրբեջանի կողմից գնված տարբեր ռուս քաղաքական գործիչների բերանից։ Օրինակ, Բաքվից փող ստանալը, падգամավոր Ժուրավլյովի, իդեպ Ռուսաստանի օրենքի առումով օտարերկրյա ներկայացուցիչներից փող ստանալը, կազմակերպությունները պաշտոնյայի կողմից կարող են որակվել որպես օտարերկրյացիների գործակալության գործունեություն, Պետդումայի անդամ եւ ԱՄՆ քաղաքացի կեսդրույքով։ Այո, սա էլ է պատահում։ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերից խայտառակ մոտիվացիայով ազատվածի բարեկամ չի համապատասխանում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ծառայողի բարոյական եւ էթիկական որակներին, Կորոչենկո եւ նրա նմաններ։ Ինչու Պեսկովը չի արձագանքում այն փաստին, որ վերջին 2 տարվա ընթացքում անձամբ Իլհամ Ալիևի հանձնարարությամբ 2020 թվականի օրկերի կողմից օկուպացված Արցախի տարածքներում ոչնչացվել են ավելի քան 60 հուշահամալիր, արցախցի բնիկներին։ Ինչպես ստացվեց, որ Պեսկովը չի նկատել իր հայրենի Շուշիում խորհրդային միության հերոս Նելսոն Ստեփանյանի հուշարձանի ոչնչացումը 2 անգամ։ Ինչպես եղավ, որ Պեսկովը չնկատեց հերոս Թևոսյանի հուշարձանի ոչնչացումը։ Իդեպ նա թաղված է Մոսկվայի Կարմիր հրապարակում, Լենինի դամբարանի կողքին, իր հայրենիքում, Հադրութի շրջանի գյուղերից մեկում։ Ինչպես ստացվեց, որ Պեսկովը չնկատեց իր հայրենի գյուղում Արցախի Գադրուցկի շրջանի ԽՍՀ մոթային մարշալ Սերգեյ Խուդյակովի, իսկական անունը Արմենակ Խամփերյանց հուշարձանի ոչնչացումը։ Ինչպես ստացվեց, որ Պեսկովը իր հայրենի Չարդախլու գյուղում 2 անգամ չնկատեց ԽՍՀՄ հերոս, ԽՍՀՄ մարշալ Իվան Օվանես Բաղրամյանի հուշարձանի ոչնչացումը։ Ինչպես ստացվեց, որ Պեսկովը չի նկատել իր հայրենի գյուղում, նույն ինքը Չարդախլու ԽՍՀՄ հրետանային զորքերի մարշալի հուշարձանների ոչնչացումը։ Ինչպես ստացվեց, որ Պեսկովը չնկատեց իր հայրենի Աջիքենդ գյուղում Գանձակի մոտ Գանջա մոտակայքում գտնվող ԽՍՀՄ ֆլոտայի ադմիրալ Իսակյանց հուշարձանի ոչնչացումը։ Ինչպես ստացվեց, որ Պեսկովը չնկատեց առաջին համաշխարհային պատերազմի ճակատներում զոհված զինվորների եղբայրական գերեզմանի ոչնչացումը իրենց հայրենի Քարինտակ գյուղում Շուշա քաղաքի մոտ։ Ինչպես ստացվեց, որ Պեսկովը չի նկատել իր հայրենի Գետաշեն գյուղում Խանլարի շրջան ԽՍՀՄ հերոս Այանյան Էդուարդի հուշարձանի ոչնչացումը։ Ինչպես ստացվեց, որ Պեսկովը չի նկատել ԽՍՀՄ հերոս Ավակյան Ղազարոսի հուշարձանի ոչնչացումը հայրենի Գանձակում Գանջա։ Ինչպես ստացվեց, որ Պեսկովը չնկատեց ԽՍՀՄ հերոս Այրապետյան Գուրգենի հուշարձանի ոչնչացումը
Մարտունինսկի շրջանի իր հայրենի Միգրելսկ գյուղում։ Ինչպես ստացվեց, որ Պեսկովը չնկատեց ԽՍՀՄ հերոս Իրյան Արմենի հուշարձանի ոչնչացումը Գադրուցկի շրջանի իր հայրենի Տոգ գյուղում։ Ինչպես ստացվեց, որ Պեսկովը չնկատեց իր հայրենի Գյուլիստանի Շահումյանովսկի շրջանի ԽՍՀՄ հերոս Բաբյան Գարեգինի հուշարձանի ոչնչացումը։ Ինչպես ստացվեց, որ Պեսկովը չի նկատել իր հայրենի Խաչկապ գյուղում Խանլարի շրջան ԽՍՀՄ հերոս Բագյան Գրիգորի հուշարձանի ոչնչացումը։ Ինչպես ստացվեց, որ Պեսկովը չի նկատել ԽՍՀՄ հերոս Զաքարյան Վախայի հուշարձանի ոչնչացումը իր հայրենի Ելենդորֆ քաղաքում, Խանլար։ Ինչպես ստացվեց, որ Պեսկովը իր հայրենի Շուշա քաղաքում չնկատեց ԽՍՀՄ հերոս Կազարյան Անդրոնիկի հուշարձանի ոչնչացումը։ Ինչպես ստացվեց, որ Պեսկովը չնկատեց իր հայրենի Հադրուցկի շրջանի Դուկչի գյուղում ԽՍՀՄ հերոս Կասպարյան Աշոտի հուշարձանի ոչնչացումը։ Ինչպես ստացվեց, որ Պեսկովը չի նկատել իր հայրենի Զագլիկ գյուղում Դաշքեսանի շրջան ԽՍՀՄ հերոս Մելիքյան Խաչատուրի հուշարձանի ոչնչացումը։ Ինչպես ստացվեց, որ Պեսկովը չի նկատել իր հայրենի Արծվաշեն գյուղում ԽՍՀՄ հերոսի հուշարձանի ոչնչացումը։ Եվ էլի շատ բաներ։ Բա անկեր Պեսկով։ Ինչպես ստացվեց, որ Իլհամ Ալիևի հրամանագրով մեծ հայրենական պատերազմում երրորդ Ռեյխի կողմում կռված Ռասուլզադեի դիմանկարը։ Ինչպես է ստացվում, որ չեք նկատել, որ ձեր բարեկամ Ադրբեջանը Ուկրաինայում ռազմական գործողության սկզբից ի վեր օգնության մի ամբողջ թռիչք է ուղարկում Ուկրաինա, որի ներսում տարբեր դեղորայք եւ դեղորայքի տեսքով ռազմական օգնություն Ուկրաինային։ Ոնց եղավ, որ չեք նկատել, որ այս ամսվա ընթացքում Զելենսկին արդեն 2 անգամ շնորհակալություն է հայտնել Ալիևին Ուկրաինային ֆինանսական, հումանիտար եւ ռազմական օգնության համար։ Ոնց չեք նկատել, որ ադրբեջանական բոլոր լրատվամիջոցները միահամուռ աջակցում են Ուկրաինային ընդդեմ ձեզ։ Էդ ոնց ա որ չեք նկատել, որ նույնիսկ Մոսկվայում ապրող ադրբեջանցի հասարակական գործիչները, օրինակ Սադատ Գուլիևը, որ նստում է ձեր ընկեր Գոդ Նիսանովի եւ իր նման լիքը մարդկանց, բացեի բաց անվանում են LNR-ի եւ DNR-ի բնակիչներ, մեջբերում սեպարատիստներ եւ անօրինական կառույցներ։ Ինչպես է ստացվում, որ չեք նկատել, թե ինչպես են Բաքվում ամենօրյա հանրահավաքներ անցկացվում Իլհամ Ալիևի հավանությամբ ի աջակցություն Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում։ Ինչպես է ստացվել, որ չեք նկատել Եվրախորհրդարանի որոշումը, որտեղ եվրոպական բոլոր երկրների падգամավորները միաձայն ընդունեցին, որ Հեյդար Ալիևի եւ նրա որդի Իլհամ Ալիևի ղեկավարության ներքո գտնվում են 100 պատմական հայկական առաքելական եկեղեցիներ եւ 15,000-ից ավելի բնիկ հայկական պատմամշակութային օբյեկտներ ոչնչացվել են միայն Նախիջևանի ինքնավարությունում։ Այս թվերը նշված են Եվրոպական խորհրդարանի որոշման մեջ։ Ինչպես է ստացվում, որ արտաքին հետախուզության պետի պաշտոնապես հայտարարած սեփական հետախուզության տվյալները չեք նկատել, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին Սիրիայի հյուսիսից տեղափոխվել է Արցախ հայերի դեմ պատերազմելու մի քանի հազար ահաբեկիչներ Ջաբհատ ան-Նուսրա եւ Սուլթան Մուրադ դեմ, որ Ռուսաստանը շատ է, Սիրիայում պատերազմել է։ Ինչպես է, որ Արցախում բնակելի թաղամասերի եւ խաղաղ գյուղերի դեմ քիմիական զենքի, կասետային ռումբերի, սմերջ հրթիռների, արևայրուքի կիրառումը չեք նկատել։ Ինչպես եղավ, որ չնկատեցիք խեղդված հայ զինվորների եւ խաղաղ բնակիչների բարբարոսությունը, որոնց սեռը կտրված, սպանված ներքին օրգաններին վաճառելու համար հարցրեք գեներալ Մուրադովին, ով Բաքվից բերել էր 11 զոհված հայ զինվոր խցանված ներքին օրգաններով եւ նրանց հետ մեկ կենթանի 18 տարեկան տղա առանց սեռականությունների, որ հաջորդ օրը կախվել էր, չկարողանալով ապրել դրա հետ։ Տեսախցիկով ծեր մարդկանց գլուխներն էին կտրել, ծեր տատիկների աչքերն էին հանել եւ ծխախոտ դրել դեմքներին։ Ոնց չեք նկատել Թալիշ գյուղում 2 պարալիզացված հայ տատիկ, մեկը 96 տարեկան, մյուսը 85 տարեկան, որոնց աչքերը ծակել էին, ականջները կտրել, մանյակ Չիկոտիլայի մակարդակով ծաղրել են եւ միայն հետո սպանել։ Ոնց չնկատեցիք Շուշեցի 82-ամյա հայ տատիկին, ով ողջ ապամոնտաժվեց, իսկ առանց աչքերի, ականջների, մարմնի այլ մասերի արդեն մահացած հանձնեց ձեր խաղաղապահներին։ Եվ այդ ամենն անում են ձեր գործընկերները ճակերտավոր, որոնց նկատմամբ պահանջում եք անբարեհամբույր հայտարարություններ չանել։
Ինչ կա անկեր Պեսկով։ Եվ ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել падգամավոր Դելյագինին իր խիզախության, ազնվության եւ կատարվողի վերաբերյալ արդար տեսակետի համար։ Եվ եթե վաղը հանկարծ նա որոշի առաջադրվել Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում, ինչ գրողի տարած կատակ է, ես վստահաբար կքվյարկեմ նրա օգտին եւ խորհուրդ կտամ իմ ընթերցողներին դա անել։ Եվ ես ունեմ դրանք ամիսը մոտ 1 միլիոն մարդ։ Վատ չէ, բայց նա կունենա աջակցություն։ Եվ ով մտածում է падգամավոր Դելյագինի պես, մեր ընկերն է եւ մեր թեկնածուն։